մենք որոշեցինք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում, ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում մեր հանրությանը բացատրելու, թե ինչու, իրադարձությունները իրենք ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն, երբ բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունը ամենասուր վճռականությամբ հայոց ցեղասպանության ճանաչման process սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ process-ը։ Սա էլ էր մի կարևոր իրադարձություն, որ բացեց վարակույրը, եւ մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել, թե ինչ է կատարվում դրա ետևում։ Միջազգային խաղացողները ներողություն է ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում։ Այնպես ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին, եւ մինչև բոլորովին վերջերս։ Մենք պետք է վերջ տանք հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին, որովհետև եթե նույնիսկ միամտություն ունենանք մտածելու, թե դա զենք է նաև մեր ձեռքին, այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու։ Ապրիլի 24-ը մեր ապրիլի 24-ն է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է։ Ու մենք պետք է խոկանք ծիծեռնակաբերդում խոնարհված ու պետք է որոշենք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ եւ անվտանգ։